Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Բարև ձեզ Նարեկ։ Պարոն Ղուկասյան, Գարեգին երկրորդ կաթողիկոսը արձագանքեց Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, նշելով, որ եկեղեցուն եւ եկեղեցականներին առնչվող հարցերը կքննարկվեն եկեղեցու կանոններին, կարգ ու կանոնին համապատասխան, սա արդյոք բավարար է, թե ոչ։ Նույնիսկ իմ կարծիքով ավելորդ էր։ Ինչու՞։ Որովհետև Հայաստանը աշխարհիկ պետություն է։ Հայաստանում պետությունը չի խառնվում եկեղեցու գործերին, եկեղեցին չի միջամտում պետության գործերին։ Եվ վարչապետի այսպես փորձը քաղաքական շոու ստեղծել նախընտրական, այս փուլում թիրախ դարձնելով վեղապարին որպես կերպար, որին կարելի է քննադատել ինչ-որ բանի համար, ըստ էության դա սահմանադրության նաև այդ կանոնից դուրս է, այսինքն վարչապետը իրավունք չուներ ման քայլեր անել, այդ ամեն ինչի մասին արդեն բազմից խոսվել է եւ ավելի ճիշտ է մենք փորձենք հասկանալ այդ քաղաքական տեխնոլոգիան, որը որ Փաշինյանը եւ իր միգուցե PR թիմը փորձում են հիմա իրականացնել Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագրին լրացուցիչ ձայներ կբերի թե ոչ։ Կբերի։ Իմ կարծիքով ոչ։ Իրենք իհարկե դա նախաձեռնել են նպատակ ունենալով ինչ որ ձևով դիմադրել ռեյտինգի, բացասական ռեյտինգի Փաշինյանի արագ աճին, եւ դա շատ պարզ տրամաբանություն է։ Անհրաժեշտ է նոր ինչ որ մի կերպար, որը ավելի վատն է, քան Փաշինյանը։ Փաշինյանին մաքրել արդեն անհնար է հանրության աչքերում, պետք է գտնել նոր ինչ որ կերպարներին, որոնք որ իրենից ավելի վատն են։ Եվ այդ հասարակ տրամաբանությունն է այդ դոմփելու, բարերով մեկնարկած քաղ տեխնոլոգիայի, որը որ իմ հիմա այսպես գնահատականը իհարկե հարցումները կամփոփեն դա երևի սեպտեմբերին, բայց եթե ես լինեի մասնակից որոշում ընդունելու արժի թե չարժի նման քաղաքական տեխնոլոգիա շոու, այսպես ասենք, կիրառել, ես կասեի ոչ, դա իմ կարծիքով դա որոշում է արդեն այնպիսի վիճակում գտնվող մարդկանց, որոնք ցանկացած փրփուրից բռնվում են, այդպես փրփուրից բռնվող մարդկանց, ցանկացած հնարավորությունից բռնվում են, նույնիսկ այսպիսի ցածր շանսեր ունեցող ծրագրեր են փորձում առաջ տանել, որովհետև որևէ ավելի արդյունավետ բան գործիք ակնհայտ է, որ այս պահին չկա։ Այսինքն դուք պնդում եք, որ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որ եկեղեցին առողջացնելու ըստ քրիստոնեությանը մոտեցնելու այդ պնդումները կեղծիք են եւ այս ամենը քաղաքական բաղադրիչներ ունեն։ Ոչ միայն ես եմ դա պնդում, բոլոր մասնագետներն են այդպես գնահատում իրավիճակը։ Եթե քաղաքագիտական դիրույթում եք հարցը դնելու, կստանաք այդ պատասխանը։ Քաղաքական առումով լավագույն ելույթը այս թեմայով ունեցավ Գուրգեն Սիմոնյանը։ Պետք է ասել, որ քաղաքական ամփոփումը վերլուծությունը, որը ինքը տվեց, լիարժեք է իմ գնահատմամբ, որ այն խնդիրները, որոնք որ զուգահեռ այս քաղ տեխնոլոգիային բարձրացվում են կամ փորձում են դա բերել որպես փաստարկներ հիմնավորող
նյութ որպես ինչի են, հա, դա ինչի է դա հարկավոր, ինչպես դուք ասացիք, ինչ անել, առողջացնել եկեղեցին եւ այլն, ըստ էության լյուստրացիայով ծածկվող հարցեր են։ Հայաստանում լյուստրացիա տեղի չի ունեցել, Հայաստանը դասական առումով ավտորիտարիզմից ժողովրդավարության անցում կատարող քաղաքական համակարգ ունի եւ նման անցման դասագրքային, դասական, պարտադիր էլեմենտը լյուստրացիան։ Հասկանալի է, որ լյուստրացիան ոչ միայն պետական, քաղաքական ինստիտուտներն է ներգրավում, այլ նաև կարևոր հասարակական, այդ թվում եւ կարող է եկեղեցուն նույնպես վերաբերվել։ Գուրգեն Սիմոնյանից ավել այդ հարցում ես ոչ մի բան չեմ կարող ասել եւ չեմ ուզում ասել, քաղաքական մասով նորից եմ ասում, դա լավագույն ելույթն էր Հայաստանում քաղաքական ասպարեզում պես վերջի օրերին իմ կարծիքով տեղի ունեցած, ամբողջությամբ այդ գործիչը այս խնդիրը ամփոփել է եւ այսպես ասած մանրակրկիտ ներկայացրել է այն մակարդակով, որ հասկանալի լինի ցանկացած քաղաքացու։ Դրա համար ես համարում եմ, որ այստեղ ինչպես ասեցի, սահմանադրությամբ առաքելությունը առողջացնել եկեղեցուն չի պատկանում իշխող ուժի, չի պատկանում։ Սահմանադրությունը արգելում է այդպիսի բաներ անել վարչապետին եւ իր ենթականերին, իսկ այսպես ասած իրականացնելու ձևը իհարկե դա առաջի հերթին եւ լյուստրացիան հասկանում ենք, որ վերաբերվում է հենց վարչապետին, իր քաղաքական թիմին եւ մյուս, որովհետեւ բազմաթիվ են տեղեկությունները, որ այդ մարդիկ այս կամ այն չափով համագործակցել են, համագործակցում են ազգային անվտանգության ծառայությունների հետ, այդ նամակները տեսանք, գրությունները ստորագրած Արարատ Միրզոյանի եւ այլն։ Հասկանալի է, այսինքն ինչու չի կարող լյուստրացիա լինի։ Որովհետեւ մարդիկ, որոնք որ իրենք են ենթակա լյուստրացիայի, չեն կարող լյուստրացիա երկրում եւ այստեղ արդեն բացառության սկզբունքով մնում է հարց, բա ինչի համար է այդ շոուն։ Այդ շոուն բնականաբար անհրաժեշտ է երևի այդ ռեյտինգի խնդիրը կարգավորելու համար։ Պարոն Ղուկասյան, այսինքն չպետք է եկեղեցուն հոգևորականներին որևէ հարց ուղղել, ճիշտ եմ հասկանում, որովհետև մենք աշխարհիկ պետություն ենք։ Բացեք սահմանադրությունը եւ կարդացեք։ Ինչ է այնտեղ գրած։ Ինչպիսին է եկեղեցու եւ պետության հարաբերությունները։ Եկեղեցու հարցերը կարող են բարձրացնել ես եւ դուք։ Բայց վարչապետը, ոստիկանության պետը, ԱԱՑ-ի պետը, կառավարության անդամը, գործադիր իշխանության որևէ ներկայացուցիչ այդպիսի իրավասություն չունի։ Դա շատ պարզ բան է, շատ պարզ կանոն է։ Աշխարհիկ պետություն դա է նշանակում։ Իսկ եթե նրանք են քրիստոնյա հայ առաքելական եկեղեցու հետևորդ, լինելով պետական պաշտոնյա, այս դիսկուրսում մասնակցելու իրենք իրավունք չունեն։ Տեսեք, կան պաշտոններ, օրինակ, որոնք որ կարելի է զբաղեցնել միայն ոչ կուսակցական կարգավիճակ ունենալու դեպքում։ Նույնն է եւ այս հարցում։ Կրոնական խղճի ազատության հարցերում միջամտել կրոնական կազմակերպությունների ներքին կյանքի պետությունը իդեմս գործադիր իշխանության իրավունք չունի։ Դա ակնհայտ է։ Այնքան պարզ բան է, որ նույնիսկ քննարկելու բան չի։ Ես եւ դուք կարող ենք այդպիսի հարց բարձրացնել։ Նարեկ, դուք կարող եք այդ լրագրող որպես կարող եք այդպիսի հարց բարձրացնել։ Ես որպես ընդդիմադիր արտախորհրդարանական քաղաքական կուսակցության ղեկավար կարող է այդպիսի հարց բարձրացնել։ Ցանկացած քաղաքացի ոչ պաշտոնյա, հա, գործադիր իշխանության կարող էր նման հարց, իրավունք ունի նման հարց բարձրացնել, ինչպես դուք ասացիք, որպես քրիստոնյա։ Նույնիսկ եթե քրիստոնյա եւ չլիներ։
էլի կարող էր այդ հարցը բարձրացնել, այդ դիսկուրսը ստեղծել։ Բայց ոչ գործադիր իշխանության ներկայացուցիչները։ Դրանով խախտվում է այդ սկզբունքը, աշխարհիկ պետության սկզբունքը, որ պետությունը եւ եկեղեցին չեն միջամտում միմյանց գործերի մեջ։ Իսկ կաթողիկոսը ինչու իր հոտի համար, եթե չի ուզում Փաշինյանին պատասխանել, իր հոտի համար ինչու այդ հարցի պատասխանը չի տալիս։ Որովհետեւ հոդը իր արժեվ այդ հարցը չի դնում։ Այն ինչ որ Փաշինյանը առաջ բերեց որպես իր կարծիքով կարևոր խնդիր, ոչ մեկին իրականում հետաքրքիր չի։ Երեխա ունենալ հայ մարդու համար հանցագործություն չի։ Ցեղասպանություն ապրած ժողովրդի համար յուրաքանչյուր նոր կյանք, երեխա, զավակ, սրբությունը եւ հայերի վերաբերմունքը երեխաներին առանձնահատուկ է։ Բազմաթիվ այլ ազգերից մենք տարբերվում ենք մեր հատուկ սիրով մեր երեխաների, զավակների նկատմամբ։ Այսինքն ես ինչ եմ ասում պրոֆեսիոնալ առումով, տեխնոլոգիայի առումով, որպես մեղադրանք, հա, որևէ մեկի առաջ քաշել, որ ինքը զավակ ունի, այդ մեղադրանքը հայ ժողովուրդը որպես մեղադրանք չի ընդունում, չի կարող ընդունի։ Այդ ոչ մեկին չի, այսպես ասած, հոգեբանորեն ինչ որ բան առաջացնում։ Մեծամասնության բնականաբար։ Միգուցե եւ կգտնվեն ինչ որ մարդիկ, որոնք որ, բայց հենց այդ պատճառով սա վատ հաշվարկած քաղաքական տեխնոլոգիա է։ Նիկոլ Փաշինյանը այսպես ճակերտավոր սենսացիոն բացահայտում փորձեց անել, որը որ սենսացիոն չի, բացահայտում չի եւ ոչ մեկին հետաքրքիր չի։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը ավելի հեռուն գնա եւ ինչ որ փաստեր հրապարակի, սա ինչ կնշանակի։ Սա կնշանակի, որ ինքը վարչապետի պաշտոնում շարունակում է իր լրագրողական գործունեությունը ձեր հացն է տանում։ Եվ դա կարտնացնի այն բոլոր խոսակցությունները, որ Փաշինյանը որպես լրագրող իր գործունեության մեջ այդպիսի կարծիք կա իր մասին, չարաշահում էր մասնագիտական էթիկան եւ որոշ դեպքերում գումար էր կորզում մարդկանց դեմ հոդվածներ գրելու կամ չգրելու, փաստեր հրապարակելու կամ չհրապարակելու նմանատիպ լրագրողական էթիկայի հետ բացարձակապես կապ չունեցող, հա, բացառվող պրոֆեսիոնալ լրագրողական արվեստի տեսակետից մերժվող գործողությունների մեջ։ Ընդամենը դա հաստատի, որ իր մոտ այդ ավանդույթը պահպանվում։ Պարոն Ղուկասյան, քաղաքացիական պատերազմի բախումների վտանգ կա, թե ոչ այս թեմայի տակ թաքնված։ Բացարձակ չկա, ինչի համար պիտի լինի քաղաքացիական պատերազմ նման հարցում, այսինքն ինչ հակասություն կա հայ ժողովրդի եւ մեր եկեղեցու միջեւ։ Կամ նրանից, որ Հայաստանի վարչապետը սնանկ է։ Դա քաղաքացիական պատերազմի այսպես ասած առիթ է։ Կա հիմա ընկալում հանրային օր-օրի նվազում է դրական ռեյտինգը Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության, աճում է բացասական ռեյտինգը։ Դա տարբեր բան է։ Դրական ռեյտինգը, երբ որ մարդիկ այս կամ այն ուժին դրական են վերաբերվում, հա, բայց բացասական մերժողական դիրքորոշում կարող են չունենալ։ Իսկ բացասական ռեյտինգը դա շատ վատ երևույթ է։ Դա երբ որ մարդը ասում է, որ ես երբեք չեմ քվեարկի այսինչ ուժին։ Երբ որ մարդիկ ասում են, ես ձեռս կկտրեմ Ռոբերտ Քոչարյանին ձայն չեմ տա։ Հիմա այդ մարդիկ ովքեր որ ասում են, ես ձեռս կկտրեմ Փաշինյանին ձայն չեմ տա, ավելանում են օրորի։ Եվ այս արշավը Փաշինյանի նախաձեռնած ինքը այդ մարդկանց քանակը չի պակասացնում, իմ գլխավոր մեսեջը միտքը դա է։
Սա վատ հաշվարկած արշավ է, որը որ կունենա մի քանի ամսից իմ կարծիքով, իմ համոզմունքն է, իմ պրոգնոզն է, կարտահայտվի հերթական հարցումների ժամանակ նրանով, որ ԿՊ-ի ռեյտինգները ավելի վատ կլինեն, քան հիմա։ Պարոն Ղուկասյան, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է պետք է Վեհարանը շրջափակել սիրով եւ քրիստոնեությամբ ազատել, հա, սա ինչ է նշանակում, այսինքն հնարավոր է, որ մենք տեսնենք, որ այնտեղ ինչ որ մարդիկ են գնում եւ գործողություններ են անում։ Դե դա կնշանակի միջամտություն եկեղեցու գործերի պետության կողմից։ Դա կլինի սահմանադրության խախտում։ Եվ շարունակելով, Դա հա, Մեր երկրում նարեկ սահմանադրությունը արդեն այնքան է ոտնահարված, հա, բոլոր կողմերից եւ այս ներկայումս ընդդիմություն հանդիսացող ուժերը իրենց իշխանության ժամանակ չարաշահում էին իշխանությունը եւ ապտեսում էին սահմանադրությունը այս նոր հեղափոխությամբ իշխանության եկած համապարփակ մեր սրտի վարչապետ եւ այլն այդ ուժի կողմից նույնպես բազմաթիվ են սահմանադրական կարգի դեմ արվող քայլեր եւ այլն որ դրանով ես հիմա այդ նախադասությունը ասելով ինչ որ սենսացիոն բան այսպես նույնիսկ դա վերնագիր չի կարա լինի իմ կարծիքով էլի դա սովորական բան է Հայաստանը իրավական պետություն չի Հայաստանում օրենքի գերակայունության սկզբունքը չի պահպանվում եւ Հայաստանում իշխանությունները սահմանադրության նկատմամբ ունեն ընտրողական, այսպես ասած, մոտեցում։ Երբ ցանկանում են, կատարում են, ենթարկվում են դրա դրույթներին, երբ որ խոսքը գնում է ուրիշների պարտականությունների մասին։ Երբ որ անհրաժեշտ է քաղաքական, հա, իրենց իշխանությունը պահելու շահերից ելնելով ինչ որ քայլերի գնալ, հեշտությամբ խախտում են, դրանով անցնում են եւ այլն եւ այլն։ Քաղաքացիական պատերազմի վտանգը չէր բացառել նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ասում են հիմնավորումն այն է, որ Նիկոլ Փաշինյանը իրավիճակը կսրի այնքան, որ որոշ մարդիկ կարող են ինչ-որ գործողությունների անցնեն, կաթողիկոսի աջակիցները կարող են ի պաշտպանության գործողությունների անցնել եւ դա հանգեցնի քաղաքացիական պատերազմի։ Դա այսպես սցենար է, որը որ իրականացնելու համար կողմերը պիտի գործեն համատեղ։ Երկու կողմը պիտի համատեղ գործեն, որպեսզի հիմա նախընտրական վիճակում, երբ որ այսպես ասած մինչև ընտրություններ գրեթե բան չմնաց, հա, ամիսներ մնացին, տարուց քիչացնելով, աղաբեկելով պահել Միգուցե դա ես չգիտեմ այդ աղբյուրը, հա, դուք ասացիք Վանեցյանն է այդպես բաներ ասում։ Ну, դա ես այս պահի դրությամբ դրան լուրջ չեմ կարող վերաբերվել, որտեղ քաղաքացիական պատերազմի համար սոցիալական լուրջ նախադրյալներ են հարկավոր։ Հայաստանում այս պահի դրությամբ չկան։ Հավանաբար Վանեցյանը կարող է խոսալ պետական զինված հեղաշրջման փորձի մասին։ Չէ՞, լավագույն դեպքում։ Որովհետև երբ որ հանրության մեջ այսպիսի վիճակ է լինում, որ մեծամասնությունը անտարբեր են թե իշխանության, թե ընդդիմության նկատմամբ, սա պարաթող է պետական հեղաշրջումների համար։ Պետական հեղաշրջման համար Հայաստանում մի պայման կա, բանակը պիտի դրան համաձայնվի, աջակցի։ Եթե բանակը դեմ է իշխանափոխության, պետական հեղաշրջում Հայաստանում, մնացած կառույցները, մնացած ուժերը, ինչ որ խմբերը եւ այլն չեն կարող իրականացնել։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարողությունները բավարար են պետական հեղաշրջումը Հայաստանում կանխել։ Ոչ մի խումբ քաղաքական կամ, չգիտեմ, ապստամբների չի կարող այսպես ասած աջողության հասնել, եթե թիկունքում չունենա բանակի առնվազն լոյալություն։
որ բանակը ենթադրենք դիրքորոշում ունենա, որ չի խառնում։ Հիմա ես ծանոթ չեմ բանակի ներսում ինչ տրամադրություններ են ղեկավարության կազմում, հա, եւ այլն տիրում, բայց իմ կարծիքով մենք պետական ռազմական հեղաշրջման մոտ չենք։ Միգուցե դուք կասեք 99 թվականի հոկտեմբերի 27-ին եւս ոչ մեկ չէր կարող կանխատեսել, որ այդպիսի բան կլինի, բայց եւ մյուս բանին նայեք, որ հոկտեմբերի 27-ին զոհվեցին պետական գործիչներ, փոխվեց Հայաստանում քաղաքական դասավորությունը, բայց հանրային process-ի դա չվերացվեց։ Իշխանության ներսում, հա, ինչ որ պարզապես վերադասավորություն տեղի ունեցավ։ Այդ իմաստով, եթե նախկին ԱԱՑ-ի պետը վտանգ է տեսնում, որ կարող է պետական հեղաշրջում լինել, իմ կարծիքով դա էլ սենսացիոն նորություն չի, 18 թվականից սկսած այդ այսպես ասած վտանգը միշտ քննարկվել է առնվազն, ասվել է, հնչել է եւ այլն։ Բոլորից մոտ ռազմական հեղաշրջման պետական մենք եղել ենք 21 թվականի փետրվարին, երբ որ գլխավոր շտաբի ղեկավարները պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Բայց այն ժամանակ, տեսեք, քաղաքական լուծում տրվեց, եղան արտահերթ ընտրություններ։ Հիմա որևէ նշան դուք տեսնում եք, որ բանակը պահանջում է արտահերթ ընտրություններ, որ բանակը ինչ որ քաղաքական դիրքորոշում ունի Հայաստանի այսօրվա իրավիճակի վերաբերյալ։ Ես չեմ տեսնում։ Իսկ քաղաքական ճանապարհով հնարավոր է իշխանափոխություն անել, որովհետև խորհրդարանական ընդդիմությունը իմպիչմենտի գործընթաց է սկսել։ Սահմանադրությունը եւ օրենքը ազգային ժողովի օրակարգ օրենքը այսպես է այդ հարցը կարգավորում։ Հայաստանում կարող է վարչապետը փոխվել իմպիչմենտի արդյունքում։ Այսինքն, եթե անվստահություն են իրեն հայտնում խորհրդարանի падգամավորների մեծամասնությունը 2/3, եթե չեմ սխալվում։ Այսինքն դրա համար իշխող ուժի մեջ պիտի լինի խումբ, որը որ ունի լիդեր, նոր լիդեր։ Եվ ընդդիմությունը խորհրդարանական այդ նոր լիդերի տեխնացությանը պատրաստ է աջակցել։ Այն մեխանիզմը, այն մոդելը, որը որ մենք հիմա ունենք ներդրված սահմանադրությամբ եւ օրենքով, ենթադրում է այսպիսի քաղաքական վիճակ, երբ որ իշխող ուժի ներսում տեղի է ունենում պառակտում, ձևավորվում է նոր առաջնորդ, եւ այդ առաջնորդին հաջողվում է նաեւ ընդդիմության աջակցությունը ստանալ, այդ դեպքում քաղաքական եւ սահմանադրական ճանապարհը այսպես ասած թույլ է տալիս իշխանափոխությունը վարչապետի կամքին հակառակ իրականացնել։ Պարոն Ղուկասյան, տեսեք, հիմա արեք ըստ դերակատարների խոսենք, հա, Սերժ Սարգսյանի թիմը ունենալով 6 падգամավոր եւ քիչ առաջ էլ Քոչարյանի թիմը հայտարարեց, որ աջակցում է, բայց նրանք երկու խմբակցություններով բավարար քվեներ չունենալով ինչու են այս գործընթացը սկսել եւ անգամ վիճահարույց տեխնացուի առաջադրել Մասիսի քաղաքապետին։ Եկեք դիտարկենք 3 տարբերակ։ Առաջինը, որ իշխանությունները տեսնելով, նորից եմ ասում, քաղաքականության մեջ մեթոդոլոգիան վերլուծության պետք է աչքի առաջ պահի անհրաժեշտության հանգամանքը։ Ցածր ռեյտինգ ունեցող քաղաքական ուժերը, խորհրդարանական ընդդիմությունը, իշխող ուժը, բոլոր, այսպես ասած, տվյալները ամփոփելով կարելի է այսօր ասել, որ մոտ 300,000 ձայնի կարող է հավակնել այսօր քաղաքացիական պայմանագիրը Հայաստանում, մոտ մի 100, մի քիչ դրան 100,000-ից ավել կարող է խորհրդարանական ընդդիմությունը հավակնել։ Նման պայմաններում իրենք պիտի կայացնեն որոշում։ Իրենց հարմար է ձեռք է տալիս ունենալ ընտրություններ
ցածր մասնակցությունով, թե ոչ։ Իդեալական ամիսը ցածր մասնակցությունով ընտրություններ կազմակերպելու համար օգոստոս ամիսն օբյեկտիվ, նարեկ։ Երբ որ քաղաքացիների մեծ մասը գնում են հանգստի եւ այլն եւ մյուս։ Այսինքն հիմա ես ենթադրում եմ, որ պիտի մենք հասկանանք հետեւյալը. եթե կա խորհրդարանական ուժերի միջև եւ իշխող ուժի եւ ընդդիմության միջև կոնսենսուս օգոստոսին ունենալ արտահերտ ընտրություններ, որպեսզի իրենք բոլորը կարողանան վերարտադրվել, ապա իրենք կարող են հիմա impeachment-ի գործընթացը նախաձեռնեն ընդդիմության ձայներով, հա, դա բավական է, որ impeachment-ի գործընթացը նախաձեռնվի, բայց արդյունքի չհասնի։ Քաղաքացիական պայմանագիրը Մասիսի քաղաքապետի նախկին, հա, տեխնացուին իհարկե կարող է չհամաձայնվել, բայց միևնույն է վարչապետը կարող է հրաժարական տալ, ասել դե եթե անվստահություն եք հայտնել, բան եկեք անենք ընտրություն։ Այսինքն ընդամենը օգտագործել impeachment-ի գործընթացը որպես պատրվակ արտահերտ ընտրություններ նշանակելու համար։ Մեր ժողովրդի համար նման պատրվակը հարկավոր չէ։ Նման պատրվակը հարկավոր է միայն միջազգային պարտներների դեպքում, որոնց առջև կան ինչ-որ պարտավորություններ, ժամկետներ եւ այլն, որպեսզի այսպես ասած տպավորություն չլինի պարտավորություններից խուսափելու, կարող են այսպիսի քաղաքական խաղ կազմակերպել իշխող ուժը եւ ընդդիմադիր ուժերը միասին եւ այդ խաղի արդյունքը կլինի օգոստոս ամսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նու դրա համար ինչ է հարկավոր, որ լինի ինչ-որ տեխնացու միավորեն ձայնը։ Այս ծերես տարբերակով նշանակում է, որ ընդդիմությունը իշխանությունը ինչ-որ պայմանավորվածություն ունեն եւ դրա սա կազմակերպել են, որ օգոստոսին գնան ընտրության։ Եթե մենք տեսնենք, որ այդ impeachment-ին միացան Հովիկ Աղազարյանը եւ այլն, եթե մենք տեսնենք, որ այդ impeachment-ի ժամանակ ինչ որ այսպես բոցաշունչ բախումներ տեղի ունեցան, բան եւ այլն, դա նորից եմ ասում, այդ սցենարը մի դեպքում կարա իրականանա, եթե կա ինչպես դուք ասացիք, համաձայնում եմ, հենց դա ես նկատի ունեի, միայն քաղաքական համաձայնության դեպքում։ Եթե ոչ, իհարկե այդ impeachment-ի գործընթացը դառնում է, այսպես ասած, քայլ քայլի համար, գործողություն գործողության համար, PR միգուցե քայլ կարող է դիտվել, պրոցեդուրան impeachment-ի հնարավորություն է տալիս արտահայտվել, հա, մեկ ժամանոց ելույթ ունենալ, Էդմոն Մարուկյանը շատ մանրամասն այդ ամբողջը մեր հանրությանը ներկայացրեց, բացատրեց, ինչ կարող է տալ impeachment-ի գործընթացը որպես PR ակցիա, ոչ թե որպես քաղաքական գործընթաց, որը ունի ներուժ վարչապետին հեռացնել իր կամքին հակառակ իր պաշտոնից։ Դե օրինակ Էդմոն Մարուկյանն ասում է Սերժ Սարգսյանի կողմից սա Նիկոլ Փաշինյանին նվեր է։ Դե այդ իր գնահատականն է, ինչի իր տեխնացությանը չաջակցեցի, բայց տեսեք, իմ եւ ձեր տեսակետից եմ մոտենում։ Էդմոն Մարուկյանը մեկ ժամանոց ելույթ ունենալ, ինչի պետքա Փաշինյանը հեռանա, թե Մասիսի նախկին քաղաքապետը մեկ ժամանոց գործող քաղաքապետն է։ Գործող ներողություն քաղաքապետը։ Դրանից էականորեն բան չի փոխվում քաղաքական արդյունքի տեսակետից, եթե միևնույն է իշխող ուժը, այսպես ասած, իր այս հարցում միասնական է գործող վարչապետի շուրջ, չէ։ Դուք ավելի մոտ եք կանգնած այդ իրադարձություններին, լուսաբանում եք, դուք իշխող ուժի ներսում գաղափարական կամ ոչ գաղափարական ինչ-որ թեկուզ ինտրիգային պառակտում տեսնում եք, լիդերների պայքար տեսնում եք,
կա որևէ մեկը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում, որը փորձում է հակակշիռ ստեղծել Փաշինյանին, կիսել ֆրակցիան ազգային ժողովում պատգամավորների եւ որը ձեր կարծիքով դուք բոլորին ճանաչում եք, կարող է նաև արժանանալ աջակցության Հայաստան դաշինք եւ պատիվ ունեմ այդ խմբակցությունների։ Առարկայական խոսանք, եթե այդպիսի մարդ կա, եթե այդպիսի վիճակ կա, ուրեմն այդ impeachment-ը կարող է հասնել արդյունքի։ Եթե չէ, դա լավագույն դեպքում PR ակցիա է կամ քաղաքական համաձայնություն, կոնսենսուս երրորդ անձերի համար, երրորդ պետությունների համար, ում առջև Հայաստանի իշխանությունը ունի ինչ-որ պարտավորություններ, պայմանագրեր կնքելու կամ ինչ-որ քայլեր պարտավորություններ նախկինում վերցրած պայմանագրերից կատարելու կամ եւ այլն, էլի, այդ բաներից խուսափելու համար ենթադրենք քաղաքական բոլոր ուժերը, ընդդիմադիրները, իշխողները գալիս են եզրակացության, որ իրենց բոլորին հարմար է ունենալ ընտրություններ օգոստոսին։ Եվ մեկ է դեպքում կտեսնենք, որ այս բոլոր քաղաքական իրադարձությունները վերջի օրերի կփսակվեն, այսպես ասած, նման ինչ-որ մի կոնկրետ քաղաքական արդյունք։ Ես դա չեմ բացառում, բայց քիչ հավանական եմ համարում։ Տեսեք, նաև օրեր նշանակություն ունեն։ Եթե վերցնեք սահմանադրությունը եւ ընտրական օրենսգիրքը, այնտեղ սահմանված են ժամկետներ, ինչքան օր առաջ նշանակվում է այդ արտահերթ ընտրությունները եւ այլն եւ այլն։ Եթե այդ ամբողջը համադրեք, եթե ինչ-որ մի բան պիտի կատարվի, ուրեմն պիտի կատարվի հավանաբար հունիս ամսին։ Մոտակա օրերին, շաբաթներին մենք պետքա տեսնենք ինչ-որ մի հատ այսպես կտրուկ շրջադարձ այս հանդարտ ճայիչ դարձած քաղաքական համակարգ։ Եթե չեղավ հունիսին, ապա չի լինի միջև արտահերթ ընտրություններ։ Հավանաբար այդ դեպքում արդեն արտահերթ ընտրությունների իմաստը կկորի, որովհետև օգոստոսը ասում եմ մյուս ամիսներից մի բանով է տարբերում, որ 20-30% մեր քաղաքացիների կամ երկրից դուրս են կամ իրենց բնակավայրից դուրս են, ուրիշտեղ են Հայաստանում են, բայց ուրիշտեղ են հանգստանում եւ այլն։ Եվ նաև Կիրակի օրը ընտրությունները որպես կանոն Կիրակի օրն են լինում, իսկ ամառվա Կիրակիները Երևանը դատարկ է։ Եղել եք Երևանում օգոստոսի, չէ, գիտեք դա ինչ է։ Այսինքն եթե կան ասպես պարված են բոլոր հնարավորությունները ռեյտինգը բարձրացնելու իշխող ուժը, իսկ իմ կարծիքով սպառված է։ Շնորհակալություն, պարոն Ղուկասյան, հարցազրույցի համար։ Հա? Շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։